Փառք Տեր Հիսուս Քրիստոսին, այո, ով որ Տեր Հիսուս Քրիստոսին ունի, կյանք ունի, այն էլ հավիտենական կյանք։ Սերներ 5-րդ գլխի մեջ Ղուկասի ավետարանի առաջի խոսքից եմ կարդում. Եվ եղավ, երբ որ ժողովուրդը նրա վրա գիտվում էր Աստծո խոսքը լսելու, եւ ինքը Գենեսարեթի ծովակի մոտ կանգնած էր, եւ երկու նավ տեսավ ծովակի մոտ կանգնած։ Ձկնորսները նրանցից դուրս էին եկած եւ ուռկանները լվանում էին։ Եվ նա մտավ այն նավերից մեկի մեջ, որ Սիմոնին էր, եւ խնդրեց նրան նավը ցամաքից մի քիչ ներս տանել։ Նստեց եւ նավից սովորեցնում էր ժողովուրդներին։ Եվ երբ որ խոսելուց դադարեց, Սիմոնին ասեց. նավը դեպի խորը տար եւ ձեր ուռկանները գցեք որսի։ Եվ Սիմոնը պատասխանեց նրան եւ ասեց. Վարդապետ, բոլոր գիշերը աշխատեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ։ Եվ երբ որ այս արեցին, ձկների մի մեծ բազմություն ներս փակեցին եւ նրանց ուռկանները պատրվում էին։ Սերներ, Տեր Հիսուսի խոսքը իր բերանից դուրս եկած խոսքը շատ քաղցր է։ Տեր Հիսուսը մեկի հետ խոսում էր, այդ մարդը ապաշխարում էր։ Խոսում էր, հələ հրաշք չարած, հələ չբժշկած։ Օրինակ այն սամարացի կնոջ հետ խոսած, մի 5 րոպե հետ է խոսած, ապաշխարեց։ Որն էր գաղտնիքը։ Այստեղ մի երկու տեղ տենց նայել եմ, իհարկե տունը տենց ավետարան եմ կարդում, Տեր Հիսուսի խոսքերը կարմիրով է գրված, տենց ավետարան կա, ու մենակ իր խոսքերն եմ կարդում, զուգահեռ նաև Սուրբ գրքի ընթերցանությանը, ուսումնասիրում եմ իր բերանից դուրս եկած խոսքի քնքշությունը, ինչպես կարող է մարդկային հոգիները փոխել։ Խոսքը մարդու բերանից դուրս եկած խոսքը զորություն ունի եւ եթե համեմված է ինքը Քրիստոսով նաև փրկարար խոսքը։ Ավետարանի խոսքը ստեղ ասում է, որ նավի մեջ մտավ, ասում է խնդրեց, որ ցամաքից ներս տանի։ Սիմոնին, Պետրոսին խնդրում է։ Արևմտահայերենում ասում է աղաչեց։ Խնդրեց, խնդրում եմ Սիմոն ջան, ինչ կլինի ներս տար։ Ընդ ասում է ես ձկնորս եմ։ Ես սաղ գիշեր բռնել եմ, ես ժամերը գիտեմ, եղանակը գիտեմ, ես գիտեմ, որ ձուկը որտե է շնչում։ Դու ինձ ասում ես տար, չկա ձուկ, բայց քո խաթր համար ոնց որ քո խոսքի համաձայն կտանեմ։ Մենք մեր իմաստությանը պետքա չվստահենք։ Շատ հաճախ, երբ որ մարդը իր իմաստությանն է վստահում, ամեն բան Աստված թույլ է տալի, որ քանդվի։ Օրինակ, եթե Պետրոսը շատ զոր էր, իր իմաստությանը վստահեր, ասեր. Հիսուս ջան, ես ուժեղ ձկնորս եմ, ես սաղ ժամերը գիտեմ ձկների, ու սաղ գիշեր չարչարվել եմ, չեմ բռնել, հիմա էլ ուռկաններն էլ արդեն լվացել եմ, չարչարվել լվացել եմ, որ հաջորդ գիշերի պատրաստվեմ, չեմ գցի։ Դա իր մարդկային իմաստությանը կվստահեր եւ իհարկե ոչ այն մյուս գիշեր, ոչ էլ ես մտածում եմ ոչ մի գիշեր չեր բռնի։ Բայց ինչը ստիպեց, որ Պետրոսը լսի Հիսուսին։ Գրված է, որ միջև այդ ինքը քարոզ արեց։ Երբ որ նստեց նավակի մեջ, երբ որ քարոզ արեց, քարոզը վերջացնելուց հետո ասեց նավակը ներս տար։ Այսինքն Տեր Հիսուսի բերանից դուրս եկած խոսքը լսեց, որ աղաչանքով ու պաղատանքով էր, որ մարդկանց հոգիները փրկության էր տանում։ Ես հիշում եմ ավետարանից, իհարկե այս բանի տեղը չգիտեմ, որտեղ է գրված, ասում է հավիտենական կյանքի խոսքեր ուներ։ Գնացել են, որ բռնեմ, դերեմ բանտ տանեն Հիսուսին։ Այդ դպիրներին ուղարկել են փարիսեցիները, հետ են եկել, Հիսուսին չեն բերել, ասում է բախի չեք բռնել, խի չեք բերել, ասում է բայց հավիտենական կյանքի խոսքեր ուներ, ոնց մոռացել էին ինչի համար են գնացել։ Ես մտածում եմ դրանք ապաշխարը թողը հետ են եկել։ Սերներ, եղբայրը որ ասեց անձամբ Հիսուսի հետ ապրել,
որ դու իր բերանից լսում ես, հենց Հիսուս Քրիստոսն է քեզ քարոզում, քեզ խրատում, խոսում քո հետ, դու փոխվում ես։ Իհարկե, այստեղ երբ որ քարոզ է լինում, եղբայրները երբ որ խոսում են, եթե Աստծո ներկայության մեջ են, այդ խոսքն էլ է հասնում քեզ։ Եթե իր մտքից է չի հասնում, ու շատ լավ է որ չի հասնում։ Այստեղ շարունակության մեջ կարդում ենք, ասում է, եւ նշան էին անում մյուս նավի մեջ լինող ընկերներին, որ գան իրենց օգնեն, եւ նրանք եկան եւ երկու նավերը լցրեցին, մինչեւ որ թաղվում էին։ Արդեն խորտակվում էր, այդքան լիքն էր։ Սիմոն Պետրոսն էլ տեսնելով ընկավ Հիսուսի ծնկների առաջ ու ասեց. ինձանից դուրս գնա, որ ես մեղավոր մարդ եմ, Տեր։ Ինչ եղավ։ Ձկները տեսավ, որ այդ երկու նավը լցել է այնքան, որ խորտակում է, ինքը ձկնորս լինելով, ինքը ես մտածում եմ իր կյանքում այդքան ձուկ չէր բռնել։ Դրա համար քիթ բերնի վրա ընկել էր եւ իր աստվածությունը ճանաչում էր։ Ես մեղավոր մարդ եմ։ Իր այդ մեղքի բնությունը բացվեց։ Քրիստոսի հետ քայլող մարդը, խի եմ ասում, ինքը 5 րոպեից կապ աշխարհի, որովհետեւ իր մեղքի բնությունը բացվում է։ Աստծո ներկայության մեջ երբ որ մտնում ես, Քրիստոսի հետ քայլում ես, այսինքն իր ներկայության մեջ ես, քո մեղքի բնությունը, քո էությունը բացվում է քեզ։ Եվ դու շատ շտապ ստեղ պետք է ապաշխարես, ըստ երկրի վրա քանի կենդանի ես։ Մի անգամ մի հատ տղա տենց խոսում էր, ինքը տենց լավ ունեցվածք ունի, չեմ ամ ինչ առիթ էր, ընկերոջս մոտ է, ինքն էլ եկավ, տենց խոսում ենք, լավ թանկանոց ավտոյով, ես իմ քանի $100,000 ավտո էր։ Իրա որ վրի ոսկեղենը կշռեր, մի հատ էլ տենց ավտո կառներ, այ տենց լավ հարուստ։ Եկավ տենց ընկերոջս հետ խոսում էր, ես էլ տենց կողից լսում էի, հետո ինձ ծանոթացրեց, ասաց ընկերս է, մանկության ընկերս է, հավատացյալ է բան։ Ինքը հետաքրքիր այդ հարուստները միշտ Հիսուսից հարցնում են, հենց մի հատ հավատացյալ են տենում, Հիսուսից հարցնում են։ Որովհետև ինձ թվում է, որ այդ կյանքի հարստությունը իրանց ներսը չի լցնում, դատարկ են մնում, եւ հարուստները շուտ են այդ փաստի առաջ կանգնում։ Այն աղքատը մի քիչ ասում են, չէ, աղքատ հպարտ։ Ծնկալով եթվում է միջև ապաշխարի։ Հարուստների համար Տեր Հիսուս ասում էր, որ դժվար է, որ չեն կարող թողեն այդ հարստությունը, դժվար է երկնքի արքայություն մտնել։ Ես հեսա կկարդամ։ Մի խոսքով ես ասեց ինչ կլինի հարցը տալ ինձի։ Ասում եմ ինչ կլինի, որ ստե երկրի վրա ես այսպես ճոխ ապրում եմ, հետո էլ դե որ մեռնեմ, հավատում եմ, որ Հիսուսը կա, Աստծուն հավատում եմ ես։ Որ մեռնեմ, այդհամ երկնքում էլ Հիսուսին կպաշտեմ։ Ասում եմ, դե Հիսուսի պաշտելը ստեից է սկսում, ոչինչ որ հարուստ ես, պաշտել, լիքը քեզնից հարուստ մարդիկ կան, որ այսօր մեր եղբայրներն են, խոնար Հիսուսին էլ պաշտում են, քեզնից էլ հարուստ են։ Հիմա հիմիկվանից պաշտի, որ երկնքում էլ պաշտես։ Ասում եմ, չէ, ես հիմա ստեղ էսի վայել եմ, որովհետև որ գամ կարող ասի թող, այն ամեն ինչ են, որ երիտասարդին ասես թող աղքատներին բաժանի։ Ասում եմ, հիմա որ գամ, ինձ էլ կարող է տենց ասի։ Կարդացել էր։ Ու գնամ մեռնեմ, գնամ ընդ էլ ապրեմ։ Սերներ, այտենց բան չի լինում։ Տեր Հիսուսը ասաց, որ երկու տիրոջ չեք կարա ծառայեք։ Չեք կարա ոչ մամոնային եւ ինձ ծառայեք։ Մամոնան դա հարստությունն է։ Փող, ունեցվածք, հարստություն։ Ասես չեք կարա։ Հիմա հարցա ցակում, ստեղ աշակերտները Պետրոսը, երբ որ այդ ամեն ինչը եղավ, մեղքի գիտակցություն եկավ, այդ ամեն ինչը բացվեց, ասեց ինձանից դուրս գնա, որտեղ մեղավոր մարդ եմ, այդ մեղքի գիտությունը ունեցավ։ 9-րդ խոսքը ասում է 5:9 Ղուկաս, որովհետև ահ պատեց նրան եւ ամենքին էլ, որ նրա հետ էին, այն ձկների որսի համար, որ բռնեցին։ Տեսնում եք, այդ բռնած ձկների պատճառով ինքը տենց վախի մեջ ընկավ։ Այնպես է Զեբեդիայի որդիները Հակոբոսին, Հովանեսին, Սիմոնի ընկերներն էին, եւ Հիսուսը Սիմոնին ասեց. «Մի վախեցիր, այսուհետև մարդիկ որսող կլինես», այսինքն ավետարանը քարոզես մարդկանց կբերես երկնքի արքայություն, մարդի որսեց, դա ինիկատի ունի։ Եվ նավերը հանեցին ցամաք, ուշադիր ես խոսքը, 11 խոսք։ Եվ նավերը հանեցին ցամաք,
ամեն բաները թողեցին եւ նրա հետևից գնացին։ Մարդիկ երկու նավ ձուկ են բռնել, նավերը հանում են ցամաք, որ պետք է ծախեն, եթե իրանց համար ուրախանային այդ փողերը ծախսեին։ Ասма թողեցին նավերն էլ, ուրկաներն էլ, ամեն բան թողեցին, գնացին Հիսուսի հետևից։ Ինչքան սքանչելի սկիզբ, չէ՞։ Բայց մի քանի գլուխ հետո, դա 5-րդ գլուխն էր Ղուկասի, 18-րդ գլխում 28 խոսքում Պետրոսը տեսեք ինչ ասում։ Եվ Պետրոսը ասեց. ահա մենք բոլոր բաները թողեցինք եւ քո հետևից եկանք։ Էսի երբ ասում, երբ որ այդ հարուստ պատանին գլուխը կախ թողում է թվում։ Դրանից հետո ասում բան մեր ինչ կլինի։ Այս հարուստ պատանին ասեց ինչ ունես տարծախի բաժանի աղքատներին իմ հետևից արի։ Երկնքի արքայություն ես ուզում, արի։ Գրված է որ տրտմեց, նեղվեց, սուք ու շիվանը կապես թողեց գնաց։ Յանես ինչ ես ասում։ Հիմա այս ամեն ինչը Պետրոսը տեսել է, մարդկային ուղեղը աշխատում է, մարմնի մեջ է։ Կնիկ երեխեք ուներ ինքը, ի տարբերություն Պողոս առաքյալի։ Ասում է Պետրոսը ասեց, բայց մենք այդ ամեն բաները թողեցինք քո հետևից եկանք։ Բայց մեզ ինչ ես արել էլի։ Աշակերտները մտածում են, որ պետք է հեսա թագավոր նստի, իրանց էլ այնտեղ թագավորական իշխաններ նշանակի։ Տեր Հիսուսին միշտ էդի ասում են, բա երբ ես Երուսաղեմը վերցնել, երբ է քո թագավորությունը գալու։ Տեր Հիսուսը միշտ բացատրում էր, իմ թագավորությունը ստեյից չի, երկնքի արքայության մասին էր խոսում, բայց մեկը միշտ մարմնավոր ձևով էին մտածում։ Մենք էլ գիտեինք, թե ինքը պետք է գա, այս Իսրայելում թագավորություն հաստատի, Մեսիան։ Միջև այսօր սպասում են Մեսիային ծերներ։ Տենց էլ մերժեցին, խաչը հանեցին Քրիստոսին, չհավատացին։ Ինչքան ու այսի մեր հետ կապված։ Այն հոգիները, որ հաճախում են, ասենք երկար տարիներ գալիս են, դեռ որոշում չեն կայացրել, դեռ ջրով չեն մկրտվել, դեռ հավանության խնդիր կա, վերջը ամոթ կա, վախ կա, բա որ գնամ Աստծուն կարող է այս գյուզալական գործս կորցնեմ։ Կարող է եղբայրները ասեն, «Всё այդ գործը պետք է չանես»։ Կարող է Աստված հանկարծ ինձի մեղք համարի այս գործս։ Որովհետև կարող է իմ վրա օրինակը վերեմ, ոչ մեկ չնեղվի, ես միջև ապաշխարելս այտենց բացի աշխատանքից աշխատավարձը դա պրոստը հավաքվում էր։ Ինքը չէր ծախսվում, որովհետև կողմնակի եկամուտ կար եւ այդ եկամուտը գողություն էր։ Մի քիչ ըստեից, մի քիչ ընդեից այդ գործի մեջ լինելով, այդ ամեն ինչից, այդ աշխարհիկ ժամանակ այդ ամեն ինչից օգտվում էի։ Ու այդ կողմնակի եկամուտը երբեմն գերազանցում էր աշխատավարձին։ Երբ որ հավատքի եկա, Աստված ինձ գտավ, բերեց, այդ հոգուս աշկալոր լուսավորեց, ես տեսա այդ ամեն ինչը գողություն է։ Եվ սկսեցի չգողանալ։ Հետո մի կարճ ժամանակ էր անցել, իմ պապան իմ վրա ջղայնացավ։ Իմ պապան մաման Դաչայում էին ապրում այդ ժամանակ, որովհետև այդ ժամանակ պատվալը, ասենք, մեշոկով պեսոկ, Յաշիկով կարակ, չգիտեմ, Յաշիկով ձետ, մեծ, այսինքն սա ամեն ինչը տենց յաշիկներով է եղել, լիքը։ Բենզինը այդ մեծ ավտոն, որ ես քշում եի, այդ ավտոյից շլանգ ուղիղ 200 լիտրանոց բոշկեն, ինքը բենզինով էր քշում իր ավտոն, գազել չէր դնում։ Այսինքն ճոխ ապրում էր, ու երբ որ արդեն հավատքի եմ եկել, ջղայնացել ա վրես, վերջը ինչ ասես ասում պապ, էդի այտենց որ բերում է, էդի գողություն էր։ Հիմա Աստծուն եմ եկել, Աստված ինձ բացել է, որ չի կարելի։ Ես չեմ անում։ Դու պետք է դրանից ուրախ լինես։ Ջղայնացավ, հայհոյեց, ասեց առաջ դու իմ Աստվածն էիր։ Հիմա ես քեզ չեմ ճանաչում։ Մի 2-3 ամիս ընդհանրապես մեր դուռը չբացեց։ Նեղացել էր։ Իհարկե ես աղոթեցի այդ ուղղությամբ, եղբայրներին խնդրեցի, մեր Սամվել աղբերը տենց աղոթ կարեցինք եւ Աստված իր սիրտը փոխեց, ինքը վերջում հասկացավ, որ ճիշտ է։ Ու ինչ եմ ուզում ասեմ, որ երբ որ մարդը ընտրության առաջ է կանգնում,
Սերներ, մի վախեցեք։ Շարունակությունը կարդամ, որպեսզի ավելի պարզ լինի։ Ասում է, ամեն բան թողել ենք։ Մարդը վախում է իր ապագայի տեսլականից, վախում է, երեխեք ունի ինստիտուտ է, գծած է, չէ՞, ասես միջև կյանքիդ վերջի վարքյանը, ասես գծել ես։ Բայց Աստված այդ սա քանդում է, քո ապաշխարությունը քեզ ազատում է հենց քեզանից։ Ու Պետրոսն էլ էր դրա մեջ, ասեց, հա մեղավոր եմ, իմ նավակի մեջ, ես ինչ ես անում, վերջը Աստված ջան, Հիսուս ջան, հայտնություններ լիքը բան, բայց ասեց, Պետրոսը ասեց, ահա մենք բոլորը թողեցինք, քո հետևից եկանք։ Արդյունքը չկա, թագավոր չես, մենք իշխաններ չենք, փողերը չկա, ոչ ոք չկա, ոնց է տներում կոտրած կա տաշտակի մոտ ապրում ենք, տենց ապրում ենք, հələ ավելի վատ, չէ՞, մեր խոսքերը հիշեք, մեր աղոթքները էտա։ Եվ Տերը ասեց, նայել 18:29-ից, նայել ասեց նրանց, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ոչ ով չկա, որ թողել է տուն, ծնող, եղբայր, կին, որդիկ Աստծո արքայության համար, որ բազմապատիկ չառնի այս ժամանակում եւ այն գալու աշխարհում հավիտենական կյանքում։ Ես միշտ հասկացել եմ, որ բազմապատիկ չառնի այս ժամանակում, այս աշխարհում, միշտ մտածել եմ, որ Աստված հեսա ինձ կորտնի, վերջը ես իրան ծառայում եմ, Աստված այն սկզբի վախները, տենց եմ մտածել։ Կորտնի, հեսա վերջը լավ ավտո էլ կլինի, տուն էլ կլինի, փող էլ կլինի, գործ էլ կլինի, ամեն ինչ էլ կլինի, որովհետև ես երբ որ ապաշխարեցի, այդ գողությունները չկար, այս մեկը չկար, ժամանակ եկավ արդեն այդ գործն էլ փակվեց, ու ես մնացել էի դուրսը։ Ոչ մի փեշակ չունեմ, իմ փեշակը շոֆերությունն է, ինչ պետք է անեմ, տաքսի պետք է քշեմ, ու իմ համար դա ամենացածր մակարդակի գործն էր։ Ու ես ասում եմ, Տեր Աստված, 2 հատ ինստիտուտ եմ ավարտել, այսքան սովորել եմ, որ այդքան տաքսի քշեմ, չի լինի մի հատ ուրիշ գործ տաս, վերջը։ Օր ա եղել մի հատ կլիենտ եմ տարել, մի հատ, ամբողջ օրը կանել եմ մի հոգի անստել 500 դրամ։ Այդ ամեն ինչի մեջով այս տողերը իմ սրտին կպելա, որ հեսա Աստված ինձի կորտնի, հեսա, բայց չկա։ Հետո ահագին ժամանակ հետո այս խոսքը ինձ բացվեց, որ բազմապատիկ չառնի այս ժամանակում եւ այն գալու աշխարհում։ Այս ժամանակում բազմապատիկ առնելը որն էր, որ ես չունեի ու առել եմ։ Բազմապատիկ առնելը հազարապատիկ ես կասեի, առնելը հենց դուք եք, իմ քույր եղբայրները, որ ես չունեի ու առել եմ։ Որովհետև իմ հավատքի գալուց հետո իմ բարեկամները, իմ հարազատ ընկեր սաղ էլ թողել են։ Ոչ մեկ չի շփվել զուտ հենց դրա համար, որ ես հավատացյալ եմ։ Ասում են սեկտանտ ես դու, վсё, չենք շփվում։ Ու իմ համար շատ ծանր է եղել դեմի ժամանակներ շատ ծանր է եղել։ Ինչ կատարվեց, Աստված իմ կյանքում էս հրաշքը արեց, որ այսքան քուր աղբերներ, որ քաղաք ուզում ես գնա, որ երկիր ուզում ես գնա։ Դրա համար Աստված օրհնի ձեզ։ Ես ավարտում եմ, մենք մի հատ երգ պատրաստենք, երգ պետք է երգենք, որ Հիսուս Քրիստոսը մեր կյանքում է սքանչելի գործ անի, որ դու հոգով, քո ներսի հոգու աշխարհում դու հաղորդ լինես Քրիստոսի հետ, ու տնաս, որ ինքը քեզ բազմապատիկ չէ, հազարապատիկ է ստեղ տվել, ու դու վայելում ես արդեն էդի, երկնքում էլ հավիտենական կյանքը իր հետ պետք է անցկացնես, դրանից ճոխ բան գոյություն չունի։ Երբ որ էսի բարձրանում է քո կյանքում, ոսկու փայլը կորում է, քո ոսկիները վրիցդ ինքը իրան թափվում է։ Մի հատ եղբայր լավ օրինակ էր բերում, մեր Մոսկվայի Մուրադ աղբեր այդ օրինակը բերեց, էլ ասեմ կերքենք։ Ասում է քամին, ուժեղ փոթորիկը, երբ որ խփում է մարդուն, մարդը այդ անձրևների այդ քամու այդ փոթորիկի այդ սառնության տակ սկսում է հագնվել, իր վրա շորերա լցում, ծածկվում է, բայց արևը լրիվ ուրիշ ձև է գործում, արևը սկսում է տաքացնել, մարդը ինքը իրան սկսում է հատիկ այդ շորերը հանել, որովհետև արևը տաքացրել է։ Հիմա Աստված մեր կյանքում այդ արևի նման է, ինքը այցելել է, ինքը մեզ լցրել է, իր փառքը, իր փայլը, լրիվ ոսկիները, բրիլյանտները, ադամանդները, սա քո առաջ զրույ են դարձել, քո այդ ցանկությունները, այդ քո առավոտից իրգուն վազքը, այդ աշխատանքը, որ ինչ որ մի բան ես երկրի վրա հասնես, ինքը Աստված բերում, հասցնում է քո մեջ Աստված պաշտության, քո համար ապրելը դառնում է Քրիստոս։ Այն մնացած հետևանքները դու սոված չես մնում, հակնում ես բան, Աստված ասել է, այդ սաղ անում է քո կյանքում։ Դրա համար Աստված օրհնի սիրներ,
ես ուզում եմ, որ մենք Քրիստոսին հանդիպենք, որ Քրիստոսին հանդիպես, ինքը այդ արևի նման այդ քո բոլոր լեռները կքանդի, այդ ձյունը կհալի, այդ սառույցները քո մեջ եղած լրիվ կհալվի ու դու այդ պտղաբեր այգին կդառնաս Քրիստոսի համար։ Աստված օրհնի։